սահմանավորում են մի բան, որը բերելու է Եվրոպայի համար ծայրահեղ վատ հետևանքների, բայց Եվրոպան բնականաբար որպեսզի չկարողանա դիմադրել, մենք Ամերիկան ենք միայն, մենք կարող ենք, չէ, Թրամփը ասում էր, Պուտինն է դե եւ դուք բանեք, կողմեք կոնֆլիկտի եւ այլն, եւ Զելենսկու գնալը եւ այդ կոնֆլիկտը իհարկե դեռ կային պատահական պահեր եւ պահի տակ ուներ մի նպատակ, որ Եվրոպան եւ դա բազմիցս ասել է Մակրոնը, Ստարմերը եւ այլն առանց մեծ լուծում չի լինելու եւ արդեն ակնհայտ էր, որ Էրիադում Զելենսկին այդ համաժողովներից, հանդիպումներից, տասնյակ այդ ղեկավարներ, որ եկել ձեռքը սեղմել են, արդեն բանարությունները կան, ինքը բանակցում է իր եւ Եվրոպայի անունից։ Ամերիկան այլևս դաշնակից չէ, Եվրոպան է դաշնակից։ Ինքը իր դաշնակիցների եւ իր անունից է։ Ամերիկան այսպես տեղավորվել է միջնորդի աթոռին, արբիտրի աթոռին։ Հա, իբր։ Դա էլ է շատ կասկածելի, որովհետև այն հայտարարությունները, որ անում են ամերիկյան քաղաքական գործիչները եւ դիվանագետները, դրանք միակողմանի են եւ ուղղակի թշնամական են Ուկրաինայի նկատմամբ։ Մի բան էլ ասեմ, շատ կարևոր էր բանավեճի ժամանակ նախընտրական Գերմանիայում վարչապետի տեխնացուները, այսինքն լիդերները կուսակցությունների բանավիճում են եւ Ագնես Վելդելը, որը այլընտրանք Գերմանիայի համար կուսակցության լիդերն է, ասաց, որ եթե մենք շատ օգնենք Ուկրաինային, Ռուսաստանը մեզ կդադարի դիտարկել որպես չեզոկոմ եւ միջնորդ։ Այո։ Ինչին? Ոչ թե սոցիալ-դեմոկրատը կանաչը Մերցը, որը դառնալու է կանցլեր շուտով, պատասխանեց, ասեց, իսկ ձեզ ով ասեց, որ մենք չեզոք ենք, մենք Ուկրաինայի դաշնակիցն ենք եւ Պուտինը մեր թշնամին է։ Եվ հենց այդ բառերի համար, որ դուք ասեցիք, ես երբեք թույլ չեմ տա, որպեսզի դուք լինեք այս երկրի ղեկավարը։ Ամեն ինչ անելու եմ, որ ձեր նմանները Գերմանիայում չկառավարեն։ Դա անում է քրիստոնյա դեմոկրատը, նայեք, որը բան է, այսինքն ընդդիմության ներկայացուցիչը այդ բային, որը հաղթեց ընտրություններում։ Հիմա հարցը որն է, որ Եվրոպան չեզոք լինել չի կարող իրեն թույլ տալ, որտեղ երբ որ ռուսական սապոգները անցնեն սահմանները եւ մտնեն Լեհաստան, մտնեն Ռումինիա, ինչ ակնհայտ է, դրա համար իրենք ուզում են այդտեղ իշխանափոխություն անեն, դա բանն է, մտնեն Մոլդովա եւ շարունակեն որքան կարող են, իրենց հետ ունենալով արդեն այդ փորձը կա Ասիան, պայմանական Ասիան, մեծ առումով, հյուսիսային կորեացիները եւ այլն։ Դա նույնն է, ինչ որ Վեննայի պատերի տակ կանգնեցրին թուրքական բանակը։ Վենսի պահվածքը, Վենսի խոսույթը, Թրամփի պահվածքը, Թրամփի խոսույթը, Մասկի պահվածքը, Մասկի խոսույթը, այստեղ ո՞րն է չեզոքություն։ Դուք երբևէ տեսել եք մի վերջի 5 տարում արտահայտություն, որ Իլոն Մասկը իրեն թույլ տա Պուտինի դեմ անձամբ կամ Ռուսաստանի դեմ։ Ներկայանում են որպես չեզոք, բայց դուք ասում եք, որ չեզոք չեն, այո։ Ինքը վիրավորում է անձամբ եւ տեղում է եւ այս բանը ես ասել եմ, այդ սենատորը ամերիկյան Քելլին, ճիշտ եմ ասում, Քելլի հա ոնց որ դեմոկրատ, որ եկավ Կիև մի քանի օր առաջ եւ նկարվեց, ասաց, որ մենք ուկրաինացի ժողովրդի հետ ենք, ինչ է գրել իր այդ հրապարակման տակ X-ում Իլոն Մասկը անձամբ։ You are a traitor, դու դավաճան ես։ Մարդը եկել է, չեզոք է, չէ, եկել է Ուկրաինա, իրեն կարելի ասել, որ հանգարում ես բանակցություններին, ինչ ես ասում, Վելդելը ինչ էր ասում, որ մենք քո պատճառ դավաճան ես, որովհետև եկել ես դավաճան թշնամական երկիր։ Մասկի համար Ուկրաինան վաղուց արդեն թշնամական երկիր է։ Թրամփի համար եւ Վենսի այլ խնդիր է, որը մեծ խնդիր է Թրամփի համար, որ հանրապետական կուսակցության մեծ մասի համար դեռ այդպես չի, նույնիսկ դեմոկրատների մասին չեմ խոսում, որ ինքը այդ հարցում նույնիսկ հանրապետականների շրջանում փոքրամասնություն է։ Հարցումները կներեք ցույց են տալիս, որ 63-ից 65% հանրապետականներին ձայն տվողների Ուկրաինան համարում են դաշնակից երկիր։ Այսինքն դու պետք է կարողանաս փորձես գցել, ինչ եք դուք ասում կանի, հաշվի չառնելով Եվրոպայի եւ Կանադայի միասնական դիմադրությունը եւ բրիտանական ոչ համագործակցության Ավստրալիայով, Նոր Զելանդիայով եւ այլն։ Եվ քո ժողովրդի
մոտավորապես 60-70%-ի կարծիքը։ Դուք մտածում եք, որ դա շատ հեշտ է անել։ Հեշտ էլ կանեին։ Մենք գիտենք, որ այժմ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները եւ Ռուսաստանն են քննարկելու այն որոշումը, որը հաստատվել էր Զելենսկու հետ, հա, զինադադարի հետ կապված։ Չնայած Զելենսկու հետ հանդիպումից առաջ մենք հիշում ենք, որ Էրիադում Ռուսաստանի հետ արդեն բանակցություններ են գնացել։ Ինչպես եք պատկերացնում, այս պարզապես երեցի ներկայացրեցի այն պահը, որ հիմա Միացյալ Նահանգները պետք է բանակցեն Ռուսաստանի հետ։ Ինչպես եք գնահատում այն Պուտինի ներողություն, Պուտինի որոշումը կամերաների առջև հանդես գալ զինվորական համազգեստով։ Կարծես թե վերջին շրջանում մենք այդ համազգեստը իր վրա չենք տեսել։ Այսինքն նախ զինադադար չի լինելու, երկրորդը դա պարզապես PR նմանակում է, որովհետև բոլոր դեպքերում իրանք որքան էլ ատելություն են փորձում տարածել եւ սերմանել Զելենսկու հանդեպ, այդ կերպարը գրավիչ է։ Կերպարը գրավիչ է։ Եվրոպայում համենայն դեպս դա շատ գրավիչ է։ Եվ ամերիկացիների Ինչ ասել է գրավիչ, փորձեմ հասկանալ։ Բան է, որ այ իսկական ղեկավարը այսպես է լինում։ Իր երկիրը պատերազմի մեջ է, ինքը չի հանում, կոստյում չի հագնում, իսեն տականք լրագրողը վիրավորեց իրեն։ Տեսեք ինչ են գրում ամերիկացիների, ես 3 կարծիքից 2-ը, որ դուք խայտարակեցիք Ամերիկան, բան եւ այլն եւ այլն։ Լավ է անում, այդպես է հագնվում, Պուտինն էլ դե ինչով է ինքը վատ, չէ՞, ինքը ուզում է։ Եվ երկրորդը որ զինադադար չի լինել։ Ես դառնում 99%-անոց համոզվածությամբ, որ այս փուլը Ռուսաստանը տապալելու է։ Եվ ամենացավալին Թրամփի համար, որ ինքը ոչ մի գործողություն ինքը ասել է, չէ՞, ով որ մեզ ոչ ասի, մենք ոչինչ չի կարողանալու անել, այն արդեն իր ուղղությունն է, Մոլոտով-Ռիբենտրոպ 2-ը ոչ թե դեռ պիտի կնքվի, ինքը արդեն կնքված է։ Թրամփի ադմինիստրացիան եւ Պուտինի ադմինիստրացիան, այդ ամեն ինչ ես պատմում եի Եվրոպայի հետ կապված, բայց իրենք արդեն կնքել են։ Եվ հիմա ես համոզված եմ, իրենց երկուսին էլ տապալում է սպասում, որովհետեւ ամեն տեղ, որի ում վրա իրենք նայում են, ոչ թե ծնկի են ընկնում, ոչ թե լավ համատություններ չանեմ, կյանքեր փրկենք ռեժիմով են, նույնիսկ կանադացիներն ոդկա են ելնում, ասում են ոչ։ Գերմանացիները կարող էին ասել, եկա երկիրը, ամերիկյան զորքեր կա Գերմանիայի տարածքում, մեր միջուկային բանը իրենք են ապահովում, չէ՞ ապահովությունը։ Դե ուզում է այլընտրանքին տան գնանք Սաղստան այլընտրանքին, ինչ է եղել որ։ Եվ ես դա մասին խոսել եմ, սոցիոլոգիան ցույց է տալիս, որ երբ որ Մասկը կպավ այլընտրանքին եւ սկսեց իրենց աջակցել, եւ ընտրություններում արդյունքը որ նայում ես սոցիոլոգիան եւ արդյունքը նույնն է։ Այսինքն միջև իրա միանալ է այդքան մարդ պիտի տար իրենց ձայն, իր այդքան ջանքերից շնորհիվ վերջում նույնքան քանակություն տվեց։ Այսինքն կանադացին, եվրոպացին, ավստրալիացին, չգիտեմ, բոլորը ասում են ոչ։ Ոչ, այդպես չի լինի։ Ձեր Մոլոտով-Ռիբենտրոպը մեր վրա չի անցնել։ Մենք 39 թվի Լեհաստանը չենք, որ պայմանավորվեք կիսեք ձեր մեջ։ Եվրոպան խոճապի մեջ է, Եվրոպան տապալվում է, Եվրոպան ընկել է Միացյալ Նահանգների ատամի տակ։ Գիտեք, այս բաները, հա, Տրամփի բոլոր պահանջները կատարվում են եւ այլն զիջեց։ Դա հարցականներով է ես տալիս։ Ես նկատել եմ, դա եւ զավեշտալի է, բայց եւ ցավալի է, որովհետեւ դրանք մեր հայրենակիցներն են, ասենք մեր հետ փողոցում են ման գալիս, տրանսպորտ են մտնում եւ հոգեբանորեն adekvat մարդկանց կողքին մնալը մի քիչ մարդ իրեն ավելի ապահով է զգում, բայց իրենք կան եւ ասում են Նիդերլանդների հետ այդ ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր է գրել, ուրախանում եք, այնինչ Եվրոպան եւ նորից շարադրեմ այդ ամենը։ Հիմա ասեմ ինչ են իրանց իրենք Տրամփին նոր են սկսել սիրել, մի ամիս առաջ չէին սիրում Տրամփին կամ 3 ամիս առաջ կոնը չէին սիրում։ Առանց Ռուսաստան աշխարհը իրենք ի վիճակի չեն պատկերացնել։ Պարզապես ի վիճակի չեն։ Առանց Հայաստան կարող է որոշ դեպքեր։ Առանց Ռուսաստան չեն կարող։ Ռուսաստանը գնում է մարման։ Եվ Թրամփը դա այն փրկիչն է, երկնքից իջավ եւ իրենց եւ Ռուսաստանն է փրկում, եւ Պուտինին է փրկում հնարավորություն տալիս ասել ոչ։ Եվ փաստորեն
եվրոպացիներին է ճնշում, իսկ ատում են, չէ, բանեն արժեքները եւ այդ երկրներին։ Եվ Թրամփը դարել է, ես նկատել եմ այն մարդիկ, որոնք Պուտինի համար կոկորդ էին ճղում, բոլորը Թրամփիստ են դարձել։ Բայց եթե ես չլինեի պատմաբան, ես ավելի կզարմանայի։ Բայց ես գիտեմ մի բան, որը շատ տարածված չէ, բայց իրողություն է, թե Մոլոտով-Ռիբենտրոպ պակտից հետո կոմունիստները եվրոպական երկրների ինչպես էին Գերմանիայի համար կոկորդ ճղում եւ պաշտպանում Հիտլերին եւ պաշտպանում այդ պակտը, Հիտլերը դարել էր աշխատավոր ժողովրդի բարեկամ համարյա, հա, եւ այլն, ըստ որում իրենց կողմնակիցներին ագիտացիա էին անում չդիմադրել Գերմանիային, որտեվ իրենց համար կարևորը աշխարհի կենտրոնը ոչ թե այն երկիրն է, որտեղ իրենք ապրում են, այլ Մոսկվան էր։ Հիմա դա տևեց մինչև 1941 թվականի հունիսի 22-ը։ Հետո գիտենք ինչ եղավ։ Բոլորը դառան պատրիոտ, բոլորը գնացին բանը դիմադրության շարժում կոմունիստները, սկսեցին լուրջ պայքարել, զոհվել, բայց մինչև 41 թվականի հունիսի 22-ը այդպես չէր։ 41 թվականի հունիսի 22 պատկերացնում եք կրկնություն։ Շատ դժվար է այդպեսի բաները կանխատեսել կամ չկանխատեսել, բայց այն որ այս կամ այն ձևով Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը, չգիտեմ, եթե նույնիսկ 2 տարի կյանք ունենա, ես կզարմանամ։ Ինչպես նաև այն մեկը ունեցա։ Թե ինչպես դա կավարտվի, ոչ մեկս չգիտի, բայց 2 տարի դա նույնիսկ ֆանտաստիկ, հիմա ավելի արագ է ժամանակը։ Բանը, ես Հիտլերը երևի կերազեր Թրամփի ակտիվությանը այդ 79 տարեկան մարդու, որը օրական 25 անգամ ինչ-որ հայտարարակ հայտարարություններ ալու եւ այլն փոփոխում է կարծիքը եղել են։ Այնպես որ շատ արագ է ամեն ինչ գնում։ Ես այս վերջինը նայեցի, ասենք Իռլանդիայի ղեկավարին են բերել Ամերիկայում, եթե չեմ սխալվում, 80-ից 100 միլիոն մարդ իռլանդական արմատներ ունի։ Այսինքն Իռլանդիան Ամերիկայի մայր երկիրն է, կարելի ասել։ Դուք տեսեք ինչ կատակներ անճաշակ եւ էլի ինչ որ դասեր տալ, էլի այն նույն կոլխոզնիկը, որը հարցրեց ինչու կոստյում չեք հագել, որ բերել են այդ այսպես կոչված լրագրողը, ասեց, բանը, մի հատ հարց տվեց, ես չեմ ուզում ասել, որովհետեւ կոնտեքստը պետք է բացատրեմ, թե ինչի է այդ հարցը տվել, ասեք հայտարարություն, սա ավելի վատ էր նայվում, քան Զելենսկուն, որովհետեւ կոնե ինտրիգ կար, կոնե կռիվ կար ջրաճել։ Ոք լիդերների անձը ազդում է պատմական գործընթացների որակի վրա։ Ես չեմ ասում, որ պատմությունը կերտում են անհատները եւ այլն, մի քիչ այդպես չեմ անցալում։ Թրամփի անձի առանձնահատկությունները, Պուտինի անձի առանձնահատկությունները, այն աշխարհի բոլոր այս նոր, եթե նոր բռնապետների տարիքային խումբը եթե նայեք, մոտորապես բան է, այստեղ Պիկեր են, հա։ Հա, պիկե եւ հանդարտություն բան չի լինել։